Տիգրան, կհամաձայնեք, որ այն ինչ տեղի ունեցավ կառավարությունում, այսինքն Նիկոլ Փաշինյանի հանդիպումը եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների, բարձրաստիճան հոգևորականների արդեն հայտնի խմբի հետ, վերջին ամիսների իրականում ամենակարևոր բեկումներ, այո, ոչ խնդրելու եմ հիմնավորեք, ու արդյոք այս բեկումը կարող է որոշիչ լինել։ Այո, կհամաձայնեմ, դա գագաթնակետներ եւ մի քանի կողմից դիտարկենք իրավիճակը, առաջինը դա փաստորեն Նիկոլ Փաշինյանի վերջին, այսպես ասենք, հաղթաթուղթն էր, հա, այս գործում, որովհետեւ բոլորս գիտենք, որ նախկին Տեր Արամով կամ մնացած քահանաներով դա չի վերջանա, որ շատ ու շատ ավելի մեծ աշխատանք է տարվել, ավելի բարձր մասշտաբներով, այդ թվում եպիսկոպոսած դասով, բայց չգիտենք ինչ աստիճանի, հա, 1-2 հատով մենք հասկացանք, երբ որ ինքը Վայոց ձորում էր եւ Մասացոտն թեմում էր, այդտեղ այդ երկուսը պարզ երևաց, մնացած ովքեր էին եւ կոպիտ ասած ամենաթոփը, հա, այսպես ասենք, ժամանակից լեզվով ով էր, մենք չգիտենք եւ շատ լավ եղավ, որ վերջնականապես բացահայտվեց Նիկոլ Փաշինյանի Հայաստանի տարածքում գտնվող, այսպես ասենք, ագենտուրան, եթե կարելի է այսպես ասել, հա, որովհետեւ ու գիտեք ինչն է հետաքրքիր, այսօր մի հետաքրքիր գրառում կարդացի, որ տարիներով մարդկանց հավաքագրում են, հա, ինչ որ շանտաժով եւ այլն, եւ այսինքն միանգամից պահի տակ ոնց որ բոլորին բացահայտում են, սա ռուսերեն ասած это провал, էլի, այսպես ասեք։ Լավ, ինչու արեց դա Փաշինյանը։ Որովհետեւ process-ներն արագանում, հա, եւ ինքը չի ստանում այն ինքը ինչ ուզում էր ստանալ, որովհետեւ մի քանի, այսպես ասենք, անգամ փորձ կատարվեց եկեղեցու դեմ որոշակի բաներ անել, բոլորը, այսպես ասենք, տապալվեցին Օանավանքում, հետո Թալինում, որտեղ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները շատ են, հա, եւ ընտրողները շատ են, ինքը մտածեց լավ, եթե Օանավանքը քիչ են գալիս, հերոյա կամ այնտեղ նիկոլականները քիչ են, Թալինում եկեք փորձենք անենք, Թալին ավելի շատ քիչ մարդ եկավ, հա, ույն եմ ասում, այնտեղ ինքը բավականին շատ ձայներ ուներ, որտեղ Թալինից էր ինքը մարդկանց վերում եկեղեցի կամ ցույցերի եւ զգաց, որ այսպես չի ստացվում, այսինքն պետք է շատ ավելի կտրուկ քայլերի անել եւ այդ process-ը արագացրեց եւ ել եմ ասում, եթե դուրսը չունի, ինձ թվում է 1-2 եւս թեմի առաջնորդ կունենա, հա, կամ ում կասեն տվյալ երկրի ղեկավարությունը կամ ուժայինները կանգնեն Նիկոլ Փաշինյանի կողքը, այսքանով ավարտված է Նիկոլ Փաշինյանի, այսպես ասենք, եկեղեցու պառակտման հնարավոր ռեսուրսը, հա, եւ գագաթնակետը իհարկե դա շատ եմ ցավում իր համար, arczepiskopos Նավասարդ Կոչոյանն է, որովհետև սա արարածյան թեմն է եւ սա ինչով է սիմվոլիկ, որ սովորաբար արարածյան թեմի առաջնորդը բավական մեծ շանս ունի կաթողիկոս ընտրվելու, չնայած այսօր Արնե Սիմոնյանն ասաց, որ Նավասարդ Կոչոյանը շանս չունի։ Նոր կաթողիկոսի մասով, հիմա ես անդրադառնալու եմ, նաև խնդրելու եմ անդրադառնալ առանձին եպիսկոպոսների այս քայլին գնալու նպատակի, ինչպես նաև վեհափառի արձագանքին կամ դեռ շարունակվող հնարավոր տարբերակներին արձագանքի, բայց մինչև այդ, քանի որ խոսում ենք նոր կաթողիկոս Փաշինյանի նպատակներ, հայտնի է թե Փաշինյանը ինչ է ուզում, բացահայտ ինքն էլ է ասում, նոր կաթողիկոս վեհարանի վերաբերյալ ֆրազները հայտնի գիտենք, դա է Նիկոլ Փաշինյանի իրական նպատակը։ Ոչ, Նիկոլ Փաշինյանի եւ իր տերերի հիմնական նպատակը կամ վերացնել հայ-առաքելական եկեղեցին որպես կառույց, կամ մաքսիմալ բարեազրկել եւ երկրորդ առումով ես կուզենամ մի փոքր խոսենք, որովհետեւ այն ինչ որ հիմա կատարվում է շատ տհաճ բան է։ Ես մի քանի անգամ եւ հանրային կերպով եւ նաեւ որոշակի զրույցներում խնդրել եմ չհասցնել սրբազանների, կոմպրոմատների պատերազմի, որտեղ դա կլինի խայտարակություն եւ դա անդառնալի կորուստ կունենա։ Եթե ընդ որում այդքան էլ կարևոր չի որ կողմը ինչ է անում, հա, երկու կողմն են, ամեն դեպքում լուրջ պատկառելի ինչ որ ճանապարհ անցած մարդիկ են, անկախ նրանից ճնշվել են կոմպրոմատների տակ են թե այդպես են մտածում, իրանք գոնե պետք է հասկանան, որ իրանք խաղում են կառույցի համբավի եւ պատվի հետ, որը ձեռք է բերվել 1700 տարվա ընթացքում։ Եվ պահի տակ դու ով ես, իսկ ես ով եմ, իսկ դու լնայես, ինձ քեզ ցույց կտամ, հա, սա
մարդկանց մոտ կառաջացնի ուղղակի զզվանք որոշակի ժամանակ անց եւ այստեղ շատ արագ կմտնեն աղանդերը կսկսեն աշխատել, այսինքն այնպիսի հարված կարող է հասցվի եկեղեցուն ներսից, հա, որ մարդիկ ուղղակի գիտեք ոնց այսպես կանային շատ տհաճ տպավորություն կլինի, նույնիսկ չեն ուզենա եկեղեցիներ մտնեն տեսնելով այս ամենը, այստեղ շատ զուսպ պետք է լինեն եւ ես եւս մեկ անգամ ընդգծեմ, որ դեռևս ներկայային կաթողիկոսի բռնած դիրքը բավականին կարևոր է, որովհետև եկեղեցին դա խանութ չէ։ Եկեղեցին դա ՍՊԸ չի, որ փակվեց, բանկրոտ եղավ, կգնա մյուսը կբացեմ։ Եկեղեցին դա համազգային արժեք ունեցող կառույց է եւ եթե դու մի անգամ տանուլ տաս եկեղեցին, կոպիտ ասած, այլևս դու որևէ բան չես կարողանա վերականգնել։ Իսկ իր վրա նայում են ոչ միայն Հայաստանում, հա, իր վրա նայում են Վատիկանից, իր վրա նայում են Ռուսաստանից, իր վրա նայում են տարբեր տեղերից եւ կախված են այդ ինչ process-ներ են գնալու, հայ առաքելական եկեղեցու ընդհանուր դիրքերը աշխարհում կարող է ասանել։ Մենք ունենք Երուսաղեմում բավականին մեծ ժառանգություն եւ հարգանք եւ պատիվ, մենք ունենք ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւ այլ տարբեր տեղեր հարգանք ունեցող, մենք ունենք հարգանք ունեցող հին արևելյան եկեղեցիների մեջ, հա, որտեղ մենք ոնց որ ավակ խույվ լինենք իրենց համար եւ իրենք բոլորը նայում են ինչ են կատարում եւ ելի եմ ասում, այստեղ ոչ միայն սրբազանների մնալու չմնալու հարցը, այստեղ ընդհանուր գլոբալ առումով հայ առաքելական եկեղեցու որպես համաշխարհային, նաեւ համաշխարհային արժեք ունեցող կառույցի գոյատևման եւ չլինելու հարցն է։ Բեկումնային ժամանակներում ենք։ Շատ ծանր բեկումնային ժամանակներ, կոյել եմ ասում, ամեն դեպքում այն 8 հոգին, որ գնացել են Փաշինյանի մոտ, իրենք էլ շատ պետք է հասկանան եւ որ պահ կա, որը չարժե անցնել, հա։ Ինչու գնացին Տիգրան, որովհետեւ վստահաբար իրենք էլ գիտեին, որ արձագանք լինելու է, այն էլ լայն ու հանրային արձագանք է լինելու, մասնավորապես օրինակ արցախցիները բուռն արձագանքեցին, հատկապես Արցախի թեմի առաջնորդին այնտեղ ներկա լինելուն։ Եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները ի վերջո ինչու գնացին։ Դեք ես մոտավորապես գիտեմ ամեն մեկը ինչի համար է գնացել եւ շատ տարբեր պատճառներով են գնացել։ Մեկին ուղարկել է մարդ, որը Նիկոլ Փաշինյանի հետ մոտ հարաբերությունների մեջ է եւ կոպիտ ասած տիրություն է անում իրան, հա, այսպես ասենք։ Մյուսը տարիներով, տասնյակ տարիներով խնդիրներ ունի սրբազաններից մեկի հետ։ Այդ ամենը Մյուսի վրա քրեական գործեր կան։ Մի քանիսը գիտեք զավեշտալին որն է, որ իրենք խոսում են եկեղեցու բարենորոգման մասին, բայց մեկ 3-4 հոգու վրա ուղղակի պետք է դնելու տեղ չկա, եթե այսպես ասենք, բայց քանի որ ես իմ անձնական կարծիք ասեմ, քանի որ ես թույլ չեմ տալիս, հա, քանի որ իրենք դեռևս կարգալույս չեն եւ այլն, հա, ամեն դեպքում իրենք սրբազան եւ որոշակի վաստակ ամեն դեպքում ունեն, հա, եւ օծված են նաեւ Միրոնով Սուրբ կաթողիկոսի կողմից եւ Սուրբ Մերոնով եւ այլն, դրա համար քանի իրենք կարգալույս են եկեղեցու կողմից, ես չեմ արտվել, բայց պատճառները շատ են, բայց ամեն դեպքում սա շատ սխալ է վազել մեկի մոտ օգնություն հայցելու, հա, միգուցե անճարությունից են որ անում, որովհետև չեն կարողանում եկեղեցում իրենց դիրքերը պահեն, բայց էլ եմ ասում վազել պահի տակ սիտուացիվ դաշնակից փնտրել Նիկոլ Փաշինյանի մոտ, որ ուզում այդ կառույցը վերացնի կամ տապալի կամ այնտեղ Ռոմանոս Պետրոսյան ունենա, դա իմ կարծիքով կոպտագույն սխալ էր եւ իրենք իմ կարծիքով ու առնվազն մի մաս իրենցից զղջալու է, առնվազն գիտեք ոնց է, ես տեսա Փաշինյանի հանդիման ժամանակ 1-2 կիսաորաղ դեմքեր, մնացածները մեղավոր, այսպես ասենք, մի երկու հոգի նստած են, երևի արդեն փոշմանեն, որ իրենք այնտեղ մտել են։ Արցախի թեմի առաջնորդի բան թեմա պահով ես չգիտեմ զարմանքս կուզենայի արտահայտել, հատկապես ինքը գնացել է մեկի մոտ, ով իր թեմը խլել է եւ նվիրել է ադրբեջանցիներին։ Դրանով ամեն ինչ վերջանում։ Եվ ինչքան էլ բարեգործ ունենա այդ կողքը, որը Փաշինյանի հետ մոտիկա եւ այդ բարեգործը խնդրի պահանջի ստիպի, ասի տես ես քեզ ենթադրեմ քո թեմը, չգիտեմ, պահում եմ կամ քեզ աշխատավարձ եմ տալիս, կամ ես սնունդ եմ տալիս կամ բնակարան եմ տալիս եւ այլն, միևնույն է այդքան է չարժեր, որ դու գնաս
ու քո հայրենակիցների ատելությունը քո վրա քաշես։ Ես հույս ունեմ, որ այդ մարդը ամեն դեպքում կապաշխարի, կզղջա եւ կգնա կաթողիկոսի եւ ոչ միայն կաթողիկոսի սեփական ժողովրդի մոտ ներողություն կխնդրի իր արածի համար։ Փաշինյանականները հետ հաշվարկ են սկսել ամենայն հայոց կաթողիկոսի, եթե առաջ ասում էին վերջը օրերի հարց է, հիմա ժամերով են հաշվում։ Վեհափառը կարող է պահել իր աթոռը ներկա հանգամանքները այս վերջին հաշվի առնելով եւ բարձրաստիճան հոգեվորականների չխուսափենք բառից, պառակտումը հաշվի առնելով։ Իհարկե կարող է եւ վեհափառը կրկին չսրեց իրավիճակը, որովհետեւ սրման դեպքում կարող է շատ այլ պրոցեսներ գնային, ինչը սպասում է Փաշինյանը նաեւ, բայց նաեւ պետք է արդարամիտ լինի։ Այսինքն, եթե իրոք ինչ որ խնդիր կա եկեղեցու եւ դա խնդիր է առաջացնում, հա, եկեղեցու ներսում կամ խուլ դիմադրություն է կամ ինչ որ խնդրեմ է բանանում, պետք է նաեւ այդ խնդիրը լուծել։ Այն բանով, որ չէ, պրինցիպալ սենց է լինելու, չէ, սենց չի կարող արդեն լինել եւ շատ, այսպես ասենք, եւ շատ կոշտ եւ շատ փափուկ քաղաքացին այս դեպքերում ինքը դատավճիռ կնի իր համար, բայց մյուս կողմից, եթե նայենք կաթողիկոսի լեգիտիմությունը աստիճանները շատ ավելի բարձր են, քան կարող են պատկերացնել սովորական մարդիկը, որտեղ կաթողիկոսի լեգիտիմությունը չի որոշվում միայն այստեղ ներկա եպիսկոպոսների վերաբերմունքով, ես էլ աստիճան բազմաթիվ թեմեր հայ առաքելական եկեղեցու, կան նաև այլ կոնֆեսիաների առաջնորդներ եւ արդյոք իրենք կընդունեն, եթե կաթողիկոսին փորձեն ինչ-որ ձևի գահանքեց անել կամ շանտաժով կամ ինչ-որ նոր կաթողիկոս առաջացնեն զուգահեռ, այսինքն այստեղ այդ խնդիրները դեռևս Փաշինյանը չի կարող լուծել, կա դեռևս նաև երկու պատրիարքարան Ստամբուլի եւ Երուսաղեմի, որոնք աջակցել են առնվազն կաթողիկոսին, կա Արամ առաջինը, որը աջակցում է կաթողիկոսին եւ այստեղ այդ շատ ու շատ խնդիրներ կարող են լուծել եւ տեսեք նույնիսկ պարակտիչները այսօր իրենցից մեկի խոսքը ես լսեցի, իրենք չեն ասում, որ իրենք կաթողիկոսին հանել են, հրաժարական են պահանջում, իրենք ասում են լուծի այս մարդու հարցը, որտեղ այս մարդը կոնկրետ խնդիր ունի։ Եվ Էլ եմ ասում, շատ նուրբ հարց է այստեղ, բայց բոլոր կողմերը, այդ թվում եւ արքիեպիսկոպոսը մեղադրում են, հա, որոշակի բաների մեջ, եւ վեհափառը, եւ այդ պարակտիչները, իրենք պետք է ամեն դեպքում հասկանան, որ կա չափ, կարմիր գիծ, որը իրենք չպետք է անցնեն, եւ հանուն եկեղեցու զիջումներ պետք է արվեն բոլոր կողմերից։